Վերջինս impeachment-ի գործընթացների շրջանակում արագացվեց նրա շուշկը գեներացվող process-ը եւ այսօր ինչ է ակնկալում ի վերջո նաեւ ոչ միայն քաղաքական գործիչ է կանանավորված, այլև անչափահաս երեխաների հայր։ Ես կատարաններից սպասելիքներից չլսեմ շնորհակալ գործ։ Առաջին հարցին ես ինչու այս ամենը տեղի ունեցավ, դրա երկու պատճառ։ Առաջին այն է, որ համբարձում երկու անգամ հաղթել է։ Եվ դա երեք չէ ներում։ Հաղթել է, բացի հաղթելուց, անկախ բոլոր հարազատների, ազգականների նկատմամբ ճնշումներից, հետապնդումներից, ապօրինություններից, անկախ այդ բոլորից պայքարել է ու հաղթել է։ Մեկ։ Երկրորդ, հաղթելուց հետո մնացել է աներեք։ Շարունակել է պահպանել իր մոտեցումները, հանուն իր համայնքի, հանուն մեր երկրի, շենացրել է իր համայնքը, եղել է լավագույն համայնքապետերից մեկը ամբողջ Հայաստանում եւ շարունակել է խիստ հստակ ընդդիմադիր կեցվածություն։ Այս պատճառներին գումարվեց նաեւ այն փաստը, որ Դավիթ Համբարձումյանը ունեցավ այդ համարձակությունը, քաջ գիտակցելով թե ինչ է իրեն սպասում, համաձայնելու լինել պատմական պարտության ցեկնածում, հետո նաեւ մյուս ընդդիմադիր միացավ այդ գործընթացին։ Հետո վախենում չէ։ Հետևաբար կտոն վախենում է նաև Դավիթից։ Ակնկալիքներից չեմ խոսում, մենք խոսում ենք անչափահաս երեխաներից, հարգված համայնքապետի, հարգված հայի մասին, որևէ կասկածներ ունենալ իր այդ կապված абսուրդային, բայց կասեստը դա դառնա կարծիքի մի չէ։ Մենք հստակեցում Համբարձումյան իզոլացնելուց հետո տեսանք ինչ արագ ստացվեց Մասիսում եկեղեցու շուրջ մեկնարկած փաշինյանական օրակարգի այսպես հաջողությունը, այսպես կոչված հաջողությունը, որովհետև իրենք դա դիտարկում հաջողություն, ամեն գնով փաստորեն առաջնորդը նախկին չի փորձում լքել իրեն հատկացված տարածքը։ Գիտեք, քանի դեռ տանքանից չեն արվել Ռափար Հայրապետի դավաճանած օրականները։ Ես շատ սահմանափակ եմ գնահատականների մեջ, բայց կարծում եմ դեմքիցս հասկանալի է վերաբերում պահվածք ունեցող հոգևորականների հանդեպ։ Ինչքան որ ես գիտեմ, Մասիս համայնքում աջակիցներ այս հրաշքների մեկը չի ունեցել, հենց Մասիս բնակիչների, պես պարոն Համբարձումյանի համախոհները, բնակիչները, որոնք իրեն ձայն են տվել մի քանի անգամ շարունակում են աներել մնալ մեր սուրբ առաքելական եկեղեցու կողքից, իսկ ինչ վերաբերում է առհասարակ գործին, թե ինչ հափշտակությամբ ասեցիք ձևակերպվեց այս ամենը, Դավիթ Համբարձումյանի փաստաբանական խմբի անդամներից մեկը, Տիկին Պապոյանը, բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, թե դատավոր Չիչոյանը թմրանյութի, հրազենի, ապացուցված կիրառմամբ, ծանր մարմնականով նմանօրինակ ծանրացուցիչ հանգամանքներով նմանօրինակ գործերի պարագայում ինչ վճիռներ է կայացրել։ Հենց Դավիթ Համբարձումյանի պարագայում այդ վճիռը այլ է։ Հուսանք, որ վերաքննիչ դատարանը Պարոն Մամեջանյան, այս գործով դժողներ կան, թե չկան։ Ես այդքան մանրամասների տեղյակ չեմ, բայց այս գործի հետ կապված ոչ միայն դժողներն են իմ կարծիքով որ չկան, այլ նաև այլ պատժվողներ էլ չկան։ Այսինքն որպես այդպեսին այս գործով միակ պատժվողը Դավիթ Համբարձումյանն է, չգիտեմ այդ ոնց է ստացվել, որ որևէ բան չկա, բայց միայն իրեն փորձում են վերագրել կազմակերպիչ ասածները։ Եվ եւս մեկ անգամ քանի մենք քարոզչական պատերազմների դարում ենք ապրում, այն բոլոր տեսանյութերը, որոնք հրապարակել են տարբեր քրեական երեսփոխաններ, տարբեր քարոզիչներ քրեական, դրանցից ոչ մեկը կապ չունի այն քրեական գործի հետ, որի համար ապօրինաբար նա հանրապետության մեջ են պահում Համբարձումյանին, ազատություն Դավիթին եւ մեր բոլոր